Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ես քիչ առաջ եմ մեդիտացիա արել, ինֆորմացիաները, որ հետագայում ես կհաղորդեմ ձեզ, մինչև դա ես այսօր բավականին շատ ծավալուն աշխատանք եմ տանում, որը հիմա միգուցե կարող է շատ մարդիկ չնկատեն, բայց հետո կարող է նկատեն, հա։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հետևորդներին, լայքերի, մեկնաբանությունների և բաժանորդագրվելու համար ինձ մոտ, դուր է գալիս, նաև դուք էլ կարող եք բաժանորդագրվել, ոչինչ հենց այնպես չի լինում։ Այսօր թեման լեկցիան լինելու է կապված կաստայի հետ, որոնք նաև, հա, ուրեմն մարդու կաստայի տեսակների 4 և մարդու գիտակցականի հետ։ Սրանք նաև կապ ունեն մարդու չակրաների հետ, ինչը կամաց-կամաց ես կբացատրեմ ձեզ, թե ինչի մասին է խոսքը։ Առաջին, երկրորդ, երրորդ ընդհանրապես կաստաները դա մարդկային կաստաներն են, որովհետև այս կաստաները զարգացնում են մարդու մարմնի որակները, հա, չնայած այստեղ գիտակցությունը դեռևս հստակորեն կարող է չդրսևորի, մարդը նոր է սկսում գիտակցել, իսկ չորրորդ կաստան դրանք մոգերի հետ կապ ունի, այն մարդիկ են, ովքեր արդեն գիտակից են և աշխատում են միայն գիտակցության ներուժը զարգացնելու և մեծացնելու ուղղությամբ։ Այդ մասին էլ կխոսենք, սա շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրն իմանա, որովհետև սա ձեզ հետագայում պետք է գալու յուրաքանչյուրի համար։ Չորրորդ կաստայի մասին է այստեղ խոսքը։ Ուրեմն կաստայի հետ կապված դա մուլադխարայի տարածքում է մարդու, հենց առաջի կաստան է դա, այս կաստայում ձևավորվում է մարդու հոգին, այն, որը վերածնվելու է, հա, այս կաստայի մարդիկ կատարում են պարզ ֆիզիկական աշխատանք, նրանք դեռևս չունեն բարդ ինչ-որ աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ և գնահատում են այնպիսի առաքինություններ, խոսքի օրինակ, ինչպիսիք են աշխատասիրությունն ու քրտնաջան աշխատանքը, նրանք որպես կանոն շատախոս չեն, քանի որ դեռևս պատշաճ կերպով չեն սովորել խոսել։ Սրանք խոշոր ուժեղ մարդիկ են, մեծախորժակով և ուժեղ մկաններով բնականաբար։ Նրանք շատ են ուտում քանակական առումով, բայց սննդի հարցում ընտրող չեն։ Այս կաստայի ընդհանրապես ավարտեն զարգանում է աշխատանքի մեջ, առաջի կաստան վարպետությունը և ի հայտ է գալուց մարդու ստեղծագործականության տարրը, հա, աստիճանաբար այստեղ անհատական բնութագրերը կուտակում են այնքանով, որ ի հայտ կարող է գալ անհատականություն։ Երկրորդ կաստան դրանք ուրեմն սվադի խանայի, այդպես են ասում, սվադիստ տանա տարածքում է, այս կաստան ուրեմն երկրորդ կաստանն է, որը զարգացնում է մարդու հաղորդակցման և ցանցային կապերի։ Ես ոչինչ պատահական չեմ խոսում, որովհետև սա կապ ունի նաև իմ մեդիտացիայի հետ, ինչ ես տեսել եմ, ստեղծման հմտությունների հետ։ Այս կաստայի հիմնական հատկանիշներն են շատախոսությունը և ընկերասիրությունը։ Արտաքին դիտորդի տեսանկյունից, եթե մենք նայենք, այս կաստայի մարդիկ դատարկախոսներ կարող են լինել, բայց նրանք պարզապես կարող են զարգացնել հաղորդակցման հմտություններ, հա։ Կաստայի վերջում այստեղ վաճառականները կարող են տիրապետել արդյունավետ հաղորդակցման հմտությունը, որի արդյունքը շահույթն է, հա։ Սրանք արագաշարժ, ճկուն և անհանգիստ մարդիկ են, ընդհանրապես, ոչ թե հատկապես ուժեղ կամ դիմացկուն և որկրամոլ ուտողներ, ինչպես առաջի կաստան։ Նրանք շատ սեռական ակտիվ են լինում, երկրորդ կաստան անընդհատ փոխում են սեռական իրանց զուգընկերներին, սեքսում նաև կարևոր գործնիկ։ Նրանք ընտրողներ չեն սննդի հարցում, կարող են շատ սնունդ պահանջել։ Նրանք վայելում են ուրեմն պիկնիկները, ռեստորանները և խնջույքները։ Այս մակարդակում դեռևս սկզբունքներ չկան, հա։ Նաև այստեղ նրանք կարող են բավականին զգացմունքային լինել, սովորաբար աշխատում են բիզնեսի, առևտրի, ծառայությունների
ֆինանսների ոլորտում։ Նրանք լուրջ ուսումնասիրությունների, գիտելիքների կամ ուսումնասիրության կարիք ընդհանրապես այնպես տպավորությունը չունեն։ Նաև արվեստից նրանք սպառում են պարզ եւ զգացմունքային նյութեր, ինչպիսիք են օճառային օպերաները եւ վեպերը։ Լրատվամիջոցներից նրանք սպառում են ամեն ինչ կամ ոչինչ։ Նրանք նաև հավատում են ամեն ինչին, ինչ համոզիչ և զգացմունքային է պատմվում, դիմացինին, կամ ոչնչի չեն հավատում։ Նաև նրանք չեն վերլուծում տեղեկատվությունը։ Նաև նրանք ձգտում են շատ փող վաստակել և շքեղ կյանքով ապրել։ Ընդհանրապես վաճառականների ընտանիքները հաճախ շատ երեխաներ են ունենում, երեխաներին թույլատրվում է անել ամեն ինչ, քանի դեռ բոլորը երջանիկ են։ Երեխաները հաճախ նաև կարող են ծառայել որպես կյանքի նպատակ և իմաստ, Ընտանեկան կապերը շատ նաև կարևոր են իրենց համար, ինչպես նաև բազմաթիվ ազգականները։ Ուժեղ ընտանեկան էգրեգորի մասին է այստեղ խոսքը։ Հաճախ ընտանեկան հավաքույթներ կարող է սիրեն, որոնք ուղեկցվում են շքեղ խնջույքներով։ Մարդիկ ընդհանրապես այս կաստայի, երկրորդ կաստայի գնահատվում են իրենց ընտանեկան կապերով, իրենց հարմարավետությամբ, իրենց օգտակարությամբ, մարդկային անհատականությունը ստեղ քիչ նշանակություն ունի իրենց համար։ Իսկ երրորդ կաստան դա կարելի ասել մարտիկներն են, հենց Մանիպուրի շրջանում չակրայի։ Այս մարտիկ կյանքում ընդհանրապես որոշում են իրենց տեղը հասարակության մեջ, որոնցից կարող են լինել օրինակ զինվորները, որոնք սիրում են մարզվել, որովհետև նրանք անընդհատ կարող պատվեն որևէ ինչ-որ մոտալուտ մարտի և վախի անպատրաստ լինելով, Զինվորները նաև առանձնանում են իրենց կամքի ուժով, որն օգտագործում են որակներ զարգացնելու և վախը հաղթահարելու համար։ Ամբողջ կյանքի ընթացքում նրանք անընդհատ կարելի է ասել ռազմիկներ են, պայքարում են հիմնականում թշնամիների դեմ, նրանք սովորում են, թե ինչպես դիմակայել սթրեսին։ Ավելի քիչ այստեղ սեքսուալ են, քան վաճառականները, երկրորդ կաստան, բայց դեռևս այստեղ բավականին բազմակն են։ Նրանք ավելի ընտրող են դառնում զուգընկերի ընտրության հարցում, այստեղ սեքսի մեջ այս երրորդ կաստայի համար կարևոր է հենց փաստը, նվաճումը, հաղթանակը, էներգիայի զանգված է այստեղ ուղղվում մարսողական մարդու օրգաններին։ Նրանք նաև սիրում են լավ խնջույքներ, պիկնիկներ և շատ միս։ Ընդհանրապես այս մակարդակի գիտակցությունը զարգացնում է սկզբունքների և մարդու մոտ կամքի ուժի։ Նրանք ունեն առաջնորդության և կառավարման որակներ, սա նաև վերաբերվում է ովքեր որ կարող են ինչ-որ բանի տերեր լինեն, ղեկավարներ։ Ինչն է հետաքրքիր, որ նրանք սովորաբար շփվում են միայն իրենց նմանների հետ, նույն կաստայի, նույն մակարդակի, նույն ինչ-որ ֆուտբոլային թիմի, նույն սոցիալական դասի հետ։ Նրանք նաև աշխատում են որպես կազմակերպիչներ և մենեջերներ, նրանք ակտիվորեն կարող են զբաղվել սպորտով, մրցումներով, ինչու՞ չէ նաև սպորտում իրենց կյանքում, նրանք հոգ են տանում իրենց առողջության և արտաքին տեսքի մասին, սրանք լրացուցիչ գործոններ են հենց սոցիալական հաջողությունների հասնելու համար, Նրանք նաև հետաքրքրված են էզոտերիզմով և նուրբ գիտելիքներով որպես լրացուցիչ, մրցակցային առավելություններ ձեռք բերելու միջոց։ Նրանք դեռևս չեն հետաքրքրվում գիտությամբ և գիտելիքներով, նրանք կարող են հոգ տանել այն մասին, որ սովորում են ամենահետաքրքիր և ամենաճիշտ մոտեցումը, Այսինքն, խոսքի օրինակ, ինչ նորաձև է, ուստի նրանք նույնպես պետք է դա անեն։ Նրանք նաև անվերջ կարող է վիճեն բոլոր հակառակորդների հետ, ապացուցելով իրենց անհամապատասխանությունը, բայց նույնիսկ չեն անհանգստանում կարդալ իրենց հակառակորդների նյութերը, մտորել կամ վերլուծել, անալիզ անել։ Արվեստից նրանք սպառնում են դետեկտիվ պատմություններ, մարտաֆիլմեր և
իրատեսական արվեստ կարելի ասել։ Լրատվամիջոցներից նրանք սպառում են նորություններ, գաղափարախոսություն եւ բոլոր տեսակի բախումներ։ Ընդհանրապես զինվորների համար միշտ կան ճիշտ եւ սխալ, մենք եւ նրանք, հա, ընկերներ եւ թշնամիներ, միշտ կապ, նաև նրանք ձգտում են հասնել բարձր ղեկավարության դիրքի, շատ գումար վաստակել եւ իրականացնել իրենց սեփական գաղափարների մի ամբողջ փունջ։ Ընդհանրապես զինվորական ընտանիքներում քիչ երեխաներ կան։ Երեխաները ստեղ կարող են դաստիարակվել են զինվորական ոգով, հա, ռազմիկի, նվաճումների ոգով։ Հետևաբար նրանք այստեղ նրանց հնարավոր է խրախուսվեն, հա, մասնակցել սպորտին եւ մասնակցել ինչ-որ զարգացման, կարելի է ասել, ոնց ասեմ ձեզ, որ ճիշտ հասկանաք, ակումբներին կամ բաժիններին, հա, հաջողությունները ստեղ կարող է խրախուսվեն ամեն կերպ։ Երեխաները եւ նվաճումները ստեղ կյանքի նպատակն ու իմաստն են իրանց, եւ երեխաների հաղթանակներն ու նվաճումները կարող են դիտվել որպես իրենց ծնողների հաջողություններ, հա։ Մարդիկ այստեղ գնահատվում են իրենց որակների համար, իրենց նվաճումների համար, իրենց ուժի, իրենց կարողությունների եւ ինչու՞ չէ իրենց դիրքի համար։ Ամենահետաքրքիրը դա 4-րդ կաստան է, մոգի, հա, մագ որ ռուսերեն ասում են, դա անահատան է սրտի տարածքում։ Այսպիսի մարդիկ զբաղվում են իրենց շրջապատող աշխարհը հասկանալով, նաև այս 4-րդ կաստան ձգվում են ուրեմն դեպի գիտելիքը, նրանց վիճակը մեծապես որոշվում է հենց ներքին պարամետրերով, հա, առաջին մակարդակի հույզերը, երկրորդ մակարդակի դա մտքերն են, իսկ երրորդը դա պատկերներն են եւ չորրորդը մակարդակի համակարգն է։ Ընդհանրապես մոգերի հիմնական բնութագիրը դա ինքնաբավությունն է։ Մեկի 2 շաբաթով մենակ խոսքի օրինակ, հա, պահեք միայնակ իրան, եւ եթե այդ ժամանակահատվածի ավարտին տեսնեք նա չի խելագարվել, ապա իմացեք, որ այդ մարդը մոգ է։ Ընդհանրապես, հա, կախարդ լինի, մոգ լինի, հետաքրքրված են նրանք ոչ միայն իրենց հասկացողության արդյունքով, այլ նաև իրենց գործընթացով։ Ստեղ առաջանում են, հա, ուրեմն էներգիա զգացողություն եւ նրանք կարող են սկսել զգալ էներգիաները։ Խոսքի միտքը էներգիաների ընդունիչն է եւ մարդու լավ կամ վատ լինելու բնական ըմբռնումը գալիս է ինչից, բնականաբար այստեղ բնականաբար է, ապա նրանք կարող են սկսել զգալ իրենց կյանքում տեղի ունեցող ինչ-որ գործընթացներ։ Զգացողությունները այստեղ իրանց մոտ բավականին զարգանում են, հնարավոր է էներգետիկ գործոնը սկսում է ընկալվել բոլոր դրսևորումներով, էներգետիկ շփումը ստեղ կարևոր է նաև սեքսի մեջ, հա, ուստի ոչ բոլոր զուգընկերներն են այստեղ հարմար նրան։ Էներգիան նաև արտահոսում է մասսողական օրգաններից, ստեղ դժվարություն կարող է առաջացնել ծանր ինչ-որ սնունդի հետ կապված, մասնավորապես խոսքի օրինակ միս ուտելու հարցում, հա։ Սպառված սննդի էներգիան ընկալելը ստեղ լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել, երբեմն հա, ապրանքին ընդամենը մեկ հայացք բավարար է, որ մարդու մարմինը հրաժարվի այն ընդունելուց։ Գիտակցության այս մակարդակը սպառնում է տեղեկատվություն եւ զարգացնում ավելի բարդ վարքային մոդելներ, հա, որոնք միշտ չի որ պահանջված են ժամանակակից մեր հասարակությունում։ Նաև նրանք ձգտում են շփվել մտածող ոչ թե սոցիալական գիտելիքների, հա, ձգտող եւ պատրաստ վերլուծել ու փոխել իրենց սեփական վարքային մոդելները մտածող մարդկանց հետ։
Նրանք նաև աշխատում են այնպիսի ոլորտներում, որտեղ կարող են նոր տեղեկատվություն քաղել, գիտություն, գիտելիք ձեռք բերել, հետազոտություններ, հնագիտություն, պատմություն եւ այլն։ Նրանք նաև աշխատում են այնպիսի ոլորտներում, որտեղ կարող են կիրառել իրենց ընդլայնված աշխարհայացքը, հա, որպես խոսքի օրինակ, խորհրդատուներ, իրավաբաններ, ախտորոշողներ, որոնողներ, մոգեր, ուսուցիչներ, միայն գիտակցության այս մակարդակում, նաև ինչու՞ չէ գիտնականներ, ի հայտ կարող է գալ գիտելիքի նկատմամբ իրական հետաքրքրությունը գիտելիքի համար, այլ ոչ թե, հա, դրա գործնական կողմերի։ Նրանք նաև կարող եմ ասել, որ հետաքրքրված են էզոթերիկայով, նոր բան ինչ-որ սովորելու նպատակով, արվեստից նրանք սպառում են միայն այն, ինչը բարձրացնում է հավաքման կետը, հա, կամ ստեղծում է այլընտրանքային իրականություններ։ Լավ, այստեղ գիտաֆանտաստիկա, օրինակ, կոնկրետ երաժշտություն, օրինակ բերեմ, հա, մեդիատիվ ինչ-որ կամ շամանական ինչ-որ բան։ Նրանք նաև սկսում են լրջորեն մտածել իրենց սեփական զարգացման մասին և վերակառուցել իրենց կյանքը նոր նպատակների հասնելու համար, բարձրացնելով իրենց վիբրացիաները։ Ընդհանրապես կախարդների ընտանիքում կամ մոգերի կարող են ընդհանրապես երեխաներ կամ լինել կամ չլինել, կարող են նաև այստեղ լինել և ընտանիք և երեխաներ, հա, բայց նրանք իրանց կյանքում առաջնահերթություն չեն։ Երեխաները այստեղ կյանքի նպատակն ու իմաստը շատերի մոտ կարողա չլինի, այստեղ կյանքի նպատակն ու իմաստը ինքնազարգացումն է լինում մարդու, այստեղ մարդիկ գնահատվում են գիտակցության, ակտիվությամբ, ինքնուրույն մտածելու ունակությամբ և տարբեր իրավիճակներում իրենց վարքագծի նպատակահարմարությամբ, հա, նաև գիտակցության մակարդակների կամ կաստաների վերը նշված այս բնութագրերը նաև վերաբերվում են ինքնաիրականացած, հա, անհատներին, նրանց, ովքեր լիովին գիտակցում են իրենց գիտակցության ներուժը։ Նաև որոշ անհատներ գտնվում են կաստաների միջև անցումային փուլով, ուստի կարող եմ ասել, որ նրանց վարքագիծը երբեմն կարող է ցուցադրել երկու կաստաների բնորոշ հատկանիշներ, հա, ուրեմն ստեից ինչ կարող ենք մտածել, ինչն է հաջորդ, ինչ է հաջորդը, հա, օրինակ մարդը կախարդի մարդկային, հա, մակարդակին օրինակ հասնելուց հետո կամ ենթամակարդակներ ստեղ կան։ Հետագա զարգացումը ստեղ կարող է պահանջել ուսուցիչ և նախաձեռնություն։ Իսկ չորրորդը և երկրորդը ստեղ բուժողների մակարդակն է, կաստաների, որոնց հենց գիտակցական էներգիան բավականաչափ կարող է լինել հզոր մարդկանց բուժելու և ախտորոշելու համար։ Այսպիսի անձը կարող է ազդել արտաքին գործընթացների վրա, իրականում հաջորդը 4-ն ու 3-ն են, հա, խոսքի ալքիմիկոսների մակարդակն է, 4-րդը և 3-րդ կաստան։ Սրանք սուրբ մարդիկ են, նաև ճգնավորներ են, որոնք մարդկանցից հեռանում են քարանձավներ և վանքեր, ավելի շատ գիտակցական էներգիան կուտակելու համար, հա, նաև նրանք աշխատում են մեկ այլ հարթության վրա, իրենց գիտակցությամբ նրանք նաև կարող են վերափոխել նյութը, լսած կլինեք, հա, Սայի Բաբային, որը կարող էր նյութականացնել ադամանդներ և ոսկե։ Այս մարդիկ մահից հետո ընդհանրապես համբարձվում են և եթե ցանկանան վերադառնում են երկիր բոլոր անցյալ մարմնավորումների հիշողությամբ, հա, իսկ չորրորդ կաստաները դեմիուրգներն են, անհատները, ովքեր այլևս մարմին չունեն, նրանք միասնական գիտակցություն են, սա գիտակցության ամենաբարձր մակարդակն է։ Հիմա դուք ես որ արդեն բացատրեցի, դուք կարող եք շատ հեշտ որոշել ձեր կաստան և ուղին, հա, նայեք, արտաքին տեսքը վարքագծի, ստեղ երկրորդը վաճառականներն են, առաջնորդելով իրանց նորաձևությամբ, հա, տանը ուտելը
Ստե ամենակերն է, դա կասեի առաջի կաստան է, դրսում ճաշել է, օրինակ արագ սնունդ, որտեղ նորաձև է, դա երկրորդ կաստանը։ Ընդհանրապես չեմ ուզում սեն շատ խորանալ, ամենայն դեպս բավականին շատ է ինվորմացիան, ես ցանկանում եմ, որպեսզի շատերդ այս մասին իմանալ, եւ ընտրեք, թե դուք որ կաստայի մեջ եք, որպեսզի դուք հասկանաք, որովհետեւ սրանք էներգիաներ են, ամեն ինչ այստեղ գիտակցորեն է արվում եւ ամեն մարդ, հա, ինքն է որոշում, ինքն է ճիշտ գիտակցում, ինչքանով է նրա վիբրացիաները բարձր այսօր, հոգևոր արժեքները, հա, նյութականից կախվելը կամ չկախվելը եւ այլը։ Ես կարծում եմ սա ձեզ համար նոր բացահայտում կլինի, իսկ քիչ անց ես շատ կարճ իմ մեդիտացիայի հետ դուրս կգամ եթեր, որովհետեւ հիմա մենք հյուր ունենք, ես դրա համար այսպես փակ եմ խոսել, իրան ճանապարհել նոր ուղիղ եթերով ես այստեղ շատ կարճ հատված կդնեմ, որը որ նաև այս այո, կաստաների հետ էլ կապ ունի, ամեն էներգիա չի, որ դիմանալու է մնացած սպասվող հաջորդ տարիներին, հա, կարող է դիմանալ այդ էներգիաներին։ Ինչևից է, ես այդ մասին կխոսեմ քիչ անց, ճանապարհենք մեր հյուրին նոր արդեն կտեսնեք ինձ ուղիղ եթերում։ Այսօր այսքանը, լավ եղեք, չմոռանաք լայքել, բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին եւ եթե ունեք հարցեր, կարող եք դիմել իմ WhatsApp եւ Telegram կանալին +374 93 40 45 37 կոնտակտին։ Այսօր այսքանը, մաղթում եմ ձեզ լավ տրամադրություն։ Ցտեսություն։